թեմաներ, որոնց մասին ընդունված չի խոսել բեմից։ Ընտանեկան բռնություն, խեղված ճակատագրեր, թուղթ ու գիր։ Դոկումենտալ տրագիկոմեդիա հիմնված ռեալ պատմությունների վրա։ Տարինց քեզ հետ ներկայացումը կխաղամ ամսի 22-ին 8:30 Grand Stage-ում, տոմսերը Ticket Miket-ում։ Դե ձեզ տեսնեմ։ Ուրախ եմ, որ միացաք իմ ալիքին, սիրելիներս, ով որ գրանցված չի, խնդրում եմ գրանցվեք։ Իսկ ընթացքում կարող եք լայք դնել, եթե համարում եք այն ինչ-որ ես անում եմ հետաքրքիր է, նաև Patreon-ում ունեք հնարավորություն ինձ աջակցելու, բարև ձեզ։ Այսօր կխոսենք 3 թեմայի մասին, որ ինձ շատ է հետաքրքրում։ Ուրեմն նստած էի տանը, գործ է անում սենյակումս, մեկի երեխան մտավ, պապա ինձ նոր մի ադրբեջանցի TikTok-ում գրեց, որ Երևանը դա ադրբեջանական քաղաք է, ես իրան գրեցի սենց, ինքը ինձ գրեց տենց, ասաց ես ստոպ մի րոպե կանգնի եւ երեխային երկար բարակ սկսեցի բացատրել հիբրիդային պատերազմի մասին, որ իրանք դա հատուկ են անում, որպեսզի մեզ նյարդայնացնեն, որ դու իրանց պատասխանես, դա քեզ պատասխանի, մի եկաբանակ է աշխատում դրա համար, եւ եթե դու չպատասխանես, իրենք ավելի շատ կներվայնանան եւ այդ հիմարությունը չի տարածվի ինտերնետում։ Հասկացավ կարծես թե։ Իդեպ դեզ եմ խորհուրդ տալի, այդ ձեր երեխաներին ասեք, որ չպատասխանեն նմանատիպ ինչ-որ բաների, դեռ ավելին իրանց ուղղակի բլոկեն այդ ադրբեջանցիներին եւ հանեն, ասենք, համացանցից, հա, իրանց տիրույթից ամենայն դեպս։ Երեխա էր, ասեցի հասկացավ, բայց հետաքրքիր է, որ մեծերը չեն հասկանում, դեռ ավելին, ասենք, քաղաքական գործիչները, ոմանք, Ալիև ես վերջի խոսք, չգիտեմ, մի հատ ինտերվյու էր, ով էր գցե չեմ հիշում, որ մի հատ փուշ կերած մի անասունի դեմքով ժուրնալիստ կար ռուս, եւ իրեն նա շատ երկար բացատրում էր, որ դա ադրբեջանական քաղաք է, Երևանը, բանս դերևույթ Երևանի տոնն էր, ասենք, մրմրացրել իր որոշ տեղերը, որ Բաքվիցին է, երևի չգիտեմ։ Այդ թեմայի վրա ոչ մի տարածվել, ասել, որ դա Ադրբեջան քաղաքը, բան ադրբեջանական, որ խորհրդային միությունն է նվիրել այս ամբողջ հողը, ինչ որ մենք ունենք, որ դա Ադրբեջանի տարածք է եղել, որ հայերը եկվոր են, քոչվոր են, եւ այլն։ Ես կարծում եմ, որ ժամանակն է գոնե մի անգամ ընդամենը, որպեսզի վերջ չտրվի, բայց դե կետ դրվի է դա ինչ որ, հա։ Մեր Փաշինյանի մակարդակով իհարկե չարժի Ալիևի հետ խոսել, բայց կարելի է որ մեր արտաքին գործերի մինիստրությունը մի հատ ասենք ձեն հանի այդ հիմարությունների վրա, որ ադրբեջանցի ղեկավարը դա տարածում է։ Նա ասենք հասարակ բլոգեր չի։ Եթե դա հասարակ բլոգեր լիներ կամ քաղաքական ինչ-որ տենց դեպուտատ լիներ կամ բան ուրիշ բան, բայց եթե դա պետական մակարդակով ինքը ասենք տենց հիմարություններ է տարածում ու ասում, կարծում եմ խաղաղության բանի հետ ընթացքի դա ոչ մի կապ չունի, մեղմ ասած, բայց մերոնք պիտի ինչ-որ ձև արձագանքեն, գոնե մի անգամ, շատ կոշտ, շատ կոպիտ, շատ վիրավորական իդեպ, հա, այդպես շատ լավ, բայց մի անգամ ու ասել, որ մենք այլևս այդ թեմայով, եթե դուք անգամ հիմա մեզ հայո եկել, մենք չենք պատասխանի, որովհետև դուք իդիոտ եք, այդքան բան, հա, հետո այդ նույն բանը, եթե ինչ-որ ասենք դեն շարունակվի, պետք է ասենք դրան արձագանքեն կարող է գիտնականները կամ ընդհանրապես պետք չի արձագանքել։ Ընդհանրապես, եթե մի անգամ դա, ասենք, պետության կողմից ասվի, հələ մի բան էլ կարելի է, չգիտեմ, ասենք, դատի տալ կամ բան անել, չնայածում եմ ասում, արա այն եղած գործեր են դատարանից վերցնում։ Լավ, մի խոսքով, սովորեք, որ թքում են ձեր երեսին, թող թքեն, ախր վատենը, որ մեր երեսին են թքում, եթե իմանա մենակ ձեր երեսին են թքում, ասեմ դե ջայնամ հասնում է, բայց մեզ չի հասնում, ինձ չի հասնում, որ իմ երեխան գա ու հիմար բաներ ասի ու ես իրան ստեմ ժամերով բացատրեմ, թե ինչ բան է հիբրիդային պատերազմ։ Այնինչ ոչ թե բլոգերների մակարդակով դա պիտի նա, եթե դա ասում է պետական ղեկավարը, նույն պետության ղեկավարն է պիտի դրան արձագանքի։ Ես այդպես եմ պատկերացնում։ Ինչևէ։ Ավարտվեց 44 օրյա պատերազմի հանձնաժողովի աշխատանքը, սիրելիներս, ուռա տավարիշի կարող ենք ծափ տալ, Անդրանիկ Քոչարյանն էր ղեկավարում, ինչպես եւ բոլոր նմանատիպ հանձնաժողովները, եւ ինչ որոշվեց, որ տվյալները չեն հրապարակվելու, որովհետեւ
եւ ուղարկվելու է արխիվ, հա, եւ որովհետեւ ժամկետները անցել են։ Այսինքն ինչ որ ժամկետ կար, որ պիտի ավարտվեր այդ հանձնաժողովը եւ տվյալները հրապարակվեր, բայց որ ժամկետը անցել է, ել կարալ չտեն հրապարակեն, հասկանում եք, ես լավ իդիոտի տեղ եմ դրել, այդ ժամկետը ասելը որ նա ուշացել եք, հա, ասենք ինչ է, ռեգիստրացիայից եք ուշանում ինքնաթիռի, ինստիտուտի քննություն եք տալի, որ ժամկետը ուշացել է, հղի էիք, որ ժամկետը ուշացել է, երեխան պիտի դեբիլ ծնվի, ասենք այդ ինչի ժամկետն է ուշացել, որ չկարողացաք մեզ օկտատերերիս ոչ բարով, ասենք բացատրեք, թե վերջապես այդ ինչ էր այդ պատերազմը, հա։ Դուք պատկերացնում եք, կան ծնողներ, որոնք կորցրել են իրենց երեխեքին, իրենց ամուսիններին, եղբայրներին, քույրերին, կա ի վերջո 120,000-ից ավել փախստական, որոնք կորցրել իրենց հայրենիքը, կանք այտենց մարդ չկա Հայաստանում, որ չմասնակցած չլինի պատերազմին, այսպես թե այնպես, միգուցե տաք պատերազմին չի մասնակցել, բայց մասնակցել է թիկունքում, մասնակցել է հիբրիդային պատերազմի ինտերնետում, մասնակցել է ամեն ձև, ի վերջո զավակ է ուղարկել բանակ եւ չի եկել այդ զավակը կամ եկել է անվոտ անձեռ, հա։ Եվ այդ մարդկանց այդ հանձնաժողովը պիտի ինչ-որ պատասխաններ տար։ Ես հասկանում եմ, որ միգուցե կա ինչ-որ մի գաղտնիության, ինչ-որ մի մակարդակ, որ պետք է չել ասել։ Լավ, այդ գաղտնիության մակարդակը պահեիք, բայց այն անկյունաքարային հարցերին, որոնք դուք պիտի պատասխանեք եւ որոնց օժտված էր պատասխաներ այդ հանձնաժողովը, նա պիտի պատասխաներ։ Իսկ դուք ցանցկադմփոց արեցիք, այնպես ինչպես ապրել է անպատերազմի հանձնաժողովը պարոն Քոչարյան եւ իր ասենք այդ խումբը, հա։ Գիտեք, sense մի հատ բան կա։ Ես ունեմ 3 մի քանի վարկած, չգիտեմ 3-ա թե 2-ը, չգիտեմ որն է ավելի խելքին մոտ։ Վարկածներից մեկն այն է, որ կա այդպիսի մի միտք, թե գիտեք ինչ, դա կոծկվել է, որովհետև եթե ամբողջ բազատրը բացվի, ապա բանակի կեսը պետք է նստի բանդ։ Նստել ասում ջայնամ նստի, եթե տենց է, հա, այդ մեկ։ Երկրորդը կա այդպիսի վարկած, որ եթե բացահայտվի, ապա թշնամին կիմանա, ինչ թշվառ վիճակի մեջ ենք, այդ ջայնամ թե չիմանա, մեկը գիտի, մենք ինչ թշվառ վիճակի մեջ ենք, ու մենք էլ գիտենք իրանք ինչ վիճակի մեջ են, ու մենք խափում, ու մենք իդիոտի տեղ դրել։ Իսկ ես կարծում եմ ամենա խելքին մոտ վարկածը հենց այն է, որ ընտրություններից առաջ հեչ պետք չի բացահայտել այն ինչ որ եղել է, բացարձակ։ Ու այնքան վատավիճակը, որ թեկուզ ՔՊ-ի ձեռն էր այդ ամեն ինչը, հա, ես ԿՊ-ն իշխանությունը ասենք, այդ հանձնաժողովը պարզավ ու իրանց տակը, իրանց ձեռքով է աշխատել։ Ուրեմն այնքան վատ է եղել, այնքան բացի թողի վիճակ, այնքան բառադի, այնքան անիմաստ, որ անգամ իրան ձեռը ելնելով ասում են տղեկ ջան, լավա լռենք, սուս մնանք, ուղարկենք արխիվ, հետո մարդես, մեկը տեսար կորավ, մեկը տեսար խեղաթյուրեցին, մեկը տեսար վարվեց, պայթեց եւ այլ, մարդ չիմանա ու հետո չթքի գերեզմաններիս։ Ես այդպիսի վարկած ունեմ, որովհետեւ եթե այդ վարկածը չլներ, ապա ասում եմ բանի գնացքի ռեգիստրացիայի չէի կանգնած, բան չէի կարել, հա, ինքնաթիռով չէի, ուշանալը որն է, սրոկը անցնելը որն է։ Շատ վատ է, որովհետև գիտեք ինչ, այդ թքած վիճակն է, էլի, հադելա ոչինչ, էլի, այդքան անհայտ կորած զինվորներ ունենք, որ ասենք նենց էլ չիմացան ու մարդիկ սպասում են, չգիտեն, այդ մարդիկ կան թե ոչ, այդքան բաներ ունենք, գերիներ ունենք, այդքան մարդ ունենք, որ անհասկանալի ձևով իրանց չբռնեցին այդ ԿՊՊ-ն անցնելուց, այնքան անհասկանալի ձևով մեր ոստիկանները պայթեցին այդ շենքում, այնքան անհասկանալի ձևով բան եղավ ի վերջո մեր հա, ի վերջո բան արեցին, չէ, այդքան հեշտ Շուշին հանձնեցին, նու հազար ու մի վարկած կա, որ ասենք ես կարող եմ հիմա ասենք թվարկել ու ամոթանք տալ այդ հանձնաժողովի ղեկավարներին։ Հիմա ինչ վերաբերվում է
Տաշիր Սամոյին։ Դու գիտեք, որ ընդ հիմա միտինգներ են գնում Երևանում, գորգորում են, ճվճվում են, Սվաբոդա Յուրի Դետեշկինու եւ այլն։ Ինչի համար են բռնել Տաշիր Սամոյին։ Դե բռնել են, որ ինչ որ մի բան է ասել է, որ մենք մեր ձևերով կլուծենք եւ եթե չեմ սխալվում, դա եկեղեցուն էր վերաբերվում, որ մարդը ուզում էր եկեղեցուն օգնել, մի խոսքով եկեղեցու տեղն էր կողմն գրավել, իշխանությանը դա դուր չեկավ նա, իրան այդ խոսքերի համար բռնեց։ Համաձայն եմ ես այդ քայլի հետ, իհարկե համաձայն չեմ։ Քաղաքական ինչ-որ աստար կա դրա մեջ, քաղբանդարկյալ է Սամվել Կարապետյանը, իհարկե քաղբանդարկյալ է։ Աչքից լույսն է Սամվել Կարապետյանը, իհարկե աչքից լույսը չի, եւ բոլոր օլիգարխները Ռուսաստանից եկած մենք գիտենք, որ դրանք էմիսարներ են եւ իրենց ուղարկում են ստե իշխանապողություն անելու, բայց գիտեք դրան էլ ձև կա։ Ես հաստատ համոզված եմ, եթե վաղը միսօր լինի միջազգային դատարաններին դիմեն կամ էսի, ինչ հաստատ այդ գործը կրած գործ կլինի, որովհետև կպարտվի իշխանությունը, որովհետև հաստատ բստրած բան է, մարդը մի բան ասել է, մեր ձևերով կանենք, ես էլ իմ տատու ձևերով կանեմ, դե տարեք ինձ բռնեք, հա։ Դրան ձևեր կան ինչ որ, ես չգիտեմ դա ոնց կարելի է չեզոքացնել այդ շարժումը, որը որ սաղմում արդեն կամած ձևավորվում էր ու պիտի պայթեր, բայց հիմա հաստատ կպայթի, հիմա հաստատ Սամվել Կարապետյանը հասարակ մի բիզնեսմեն դուրս կգա եւ այսինքն որ դուրս կգա, այլ հավա շուրջը խմբավորել է ինչ որ մարդկանց, որոնք որ բնականաբար կսկսեն ինչ որ շարժում։ Հələ դուք ինչ ասեմ, բանը քաքի մեջից հուլունք կգտնեք հաստատ։ Դուք ամեն ինչից կսարքեք քաղաքականություն, ամեն ինչից կսարքեք քաղաքական գործիչ։ Դուք անես դինոզավրներ եք բան արել, ռեանիմացիա արել, այս ընթացքում, որ Սամվել Կարապետյանը ինչ էր կարքին տղա, կարելի է սարքել ընդդիմադիր, էլի։ Բայց չեմ հասկանում ես դրա իմաստը։ Օրինակ ես կանեի, ես չգիտեմ, դու ասեք Աստված ոչ անի, որ ես անելու հնարավորություն ունենայի եւ լինեի վարչապետ, բայց ունեք ինձ թվում է, որ կարելի է ինչ-որ մի օրենք ունենալ, ինչ-որ մի այդ բան ունենալ, որ ասենք դրսի ոչ մի հեղինակավոր հեղինակություն փող ունեցող, եթե անգամ Forbes-ում առաջի տեղն է, նու մանավանդ եթե Forbes-ում առաջի տեղն է, այստեղ Հայաստանում չկարողանար ինչ-որ քաղաքական բան շարժում գեներացնել։ Ինչ որ մի տես մի օրենք հա պետք կամ ինչ որ ներքին պայմանավորվածություն կամ ինչ, բայց մարդուն խոսքի համար բռնել, դա նշանակում է շուն հաճացնել, նա խնդրեմ շներից մեկնել ես եւ հաճում եմ ձեզ վրա, հավ։ Դա էլ այդպես, ջելիներս գրանցվեք ալինքիս, տարածեք ես նյութը, որպեսզի հնարավորին չափ շատ մարդ տեսնի, ինչ կարող եմ ես ասել։ Բնականաբար գիտեք այդ ես գիտեք ինչն եմ ափսոսում, հա, այդ է ուզում ասել, ինչն եմ ես ափսոսում ես ամբողջ ընթացքի մեջ։ Գիտեք Սամվել Կարապետյանը վերջի մարդը չի, հա, հասարակ, նու հասարակ չէ, հաջողակ օլիգարխա, նու ժամանակին իհարկե բանձիտ է եղել ըստ երևույթին, գցել է, խաբել, չրփել, մրփել, հարստացել է, ով կարա 90-ականներին հարստանա, պարզա թե ով։ Հա, եւ հասել է ինչ որ մի մակարդակի եւ Forbes-ում գրանցվել է որպես աշխարհի հարուստ մարդկանցից։ Եվ նա կարող էր ուղղակի օգուտ տալ։ Եվ օգուտ տվել է, նա խնդրեմ, կրկես նա սարքե մեր պիցայա, բանա, էսա, նա չգիտեմ էլեկտրոցանցելա, չգիտեմ ոնց է աշխատե, ինչ չի աշխատե, դա չի ամենայն դեպս բիզնեսով է զբաղվել, հա, եւ բացի օգուտից վնաս չի տվել հայրենիքին։ Եվ կարող էր էլի օգուտներ տար, կամ եթե վնասել տվել է, այտենց վնասներ չի, որ պիտի անպայման իրան բան անեն, ներեցեք ոսկեղենիկ հայրենից համար գարլխեին, չէ, մանավանդ, որ մենք գիտենք, որ այդ Պուտինի կողմից ուղարկած օլիգարխները մենք գիտենք, թե ինչ հետո ընթացք են ունենում, խնդրեմ Ռուբեն Վարդանյանը, պայծառ ուղեղեջ, բայց ինչ եղավ, դարավ ռագատկի քար։ Հիմա նույնը սրանա սպասում, նու պարզա Ալիևի մոտ չի նստի, ստե է նստած, ռեպուտացիան կընկնի, բիզնեսերը կխաբա, դե կտեսնել, որ բան չի կարողանում անի, Պուտինը կսկսի նեղել, մի խոսքով, ես ափսոսում եմ այդ մարդկանց, իսկապես ափսոսում եմ, որովհետև հայ մարդիկ են,
հայ հարուստներ են, որոնք որ կարող էին ծառայեին Հայաստանին։ Չնայած գիտեք, ինչ վերաբերվում է Ռուսաստանի հայերին, իրանք ունիկալ են, դրանց մի հատ ուրիշ մերաբեր է, ումի մեր։ Եթե այդքան ժամանակ ոչ մի ադրբեջանցի հարուստ օլիգարխ ոչ մի թթուխոց չասեց Ալիևի նկատմամբ, ապա մերոնք պետք է իհարկե բան ունեին, մեջներից առանձնանային եւ լինեին ամենաագրեսիվը, ամենավատը, ամենատենց, մի խոսքով ամենան, որոնք ուզում են մեզ կողեն Ռուսաստանի տակ, արխային ժողովուրդ ջան, տղեկ ջան, մեզ Փաշինյանը Ռուսաստանի տակ կողել է ու կողելու է հələ ավելի խորանալու ենք։ Այդտեղից պետք չի հատուկ մարդիկ ուղարկել, որպեսզի մենք լինենք Ռուսաստանի տակ ավելին։ Դե դա արդեն ուրիշ թեմա է, դեռ քաղաքական թեմա է, զահալա չունեմ խոսելու, ինձանց ավելի խելոք մարդիկ կան։ Գրանցվեք ալիքից, տարածեք այս նյութը սիրելիներս, մի մոռացեք, որ ամսի 22-ին խաղալու եմ Grand Stage-ում տար ինձ քեզ հետ ներկայացումը, դոկումենտալ տրագիկոմեդիա է, շատ հետարքի ներկայացում է, թույլ տվեք ինձ գովալ, այո, այդպիսի ներկայացում չեմ արել դեռ մինչև հիմա արեցի եւ շատ հետարքի ստացվեց, համ Երևանում խաղացի, լիքը մարդ եկավ, համ ստե եմ խաղացել sold out, հուսով եմ, որ մյուս ներկայացմանը ամսի 22-ին նույնպես ներկա կլինեք, տոմսերն է թիքետ միքետում են, էս էլ կանոպկեն, դասա կնոպկա եմ արեց ես համար։ Անջատվում չի տեսե։ Թեմաներ, որոնց մասին ընդունված չի խոսել բեմից։ Ընտանեկան բռնություն, խեղված ճակատագրեր, թուղթ ու գիր։ Դոկումենտալ տրագիկոմեդիա հիմնված ռեալ պատմությունների վրա։ Տար ինձ քեզ հետ ներկայացումը կխաղամ ամսի 22-ին 8:30 Grand Stage-ում։ Տոմսերը թիքետ միքետում։ Դե ձեզ տեսնեմ։